Վենեսուելայում տեղի ունեցած ամերիկյան ռազմական գործողության մանրամասները դառնում են ավելի ցնցող։ CBS News-ը հաստատում է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ առևանգումն իրականացրել է ԱՄՆ զինված ուժերի ամենաէլիտար ստորաբաժանումներից մեկը՝ Delta Force-ը։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Մադուրոյին արդեն դուրս են բերել Վենեսուելայի տարածքից, սակայն հրաժարվել է նշել հստակ վայրը։ Վենեսուելայի գործող իշխանություններին հայտնի չէ նախագահական զույգի գտնվելու վայրը։ Փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պաշտոնապես դիմել է ԱՄՆ-ին, պահանջելով ապացուցել, որ Մադուրոն եւ նրա կինը ողջ են։ Համացանցում տարածվում է մի լուսանկար, որտեղ ըստ օգտատերերի Մադուրոն պատկերված է ձերբակալված վիճակում։ Լուսանկարի իսկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Սա Վենեսուելայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ օտարերկրյա հատուկ ջոկատայինները երկրի ներսից առևանգում են գործող նախագահին։ Նիկոլաս Մադուրոն դատարանի առաջ կկանգնի իր հանցագործությունների համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։ Ըստ New York Times-ի, Վենեսուելայի սահմանադրությամբ նախագահի բացակայության դեպքում իշխանությունը պետք է անցնի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին, սակայն վերլուծաբանները նշում են, որ ստեղծված ռազմական իրավիճակում անհայտ է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները եւ արդյոք զինվորականությունը կենթարկվի նրան։ Ամերիկյան պարբերականը նաեւ գրում է, որ ԱՄՆ զինուժի հարվածների հետևանքով Կարակասում եւ այլ քաղաքներում կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Ամերիկյան օդային հարձակման հետևանքով Վենեսուելայի պաշտպանության նախարարի մահվան մասին լուրերը հերքել է հենց նախարարը։ Վլադիմիր Падրինո Լոպեսը տեսաուղերձով դիմել է ժողովրդին։ Մենք չենք բանակցելու, չենք հանձնվելու եւ վերջի վերջո մենք կհաղթենք, ասել է նախարար Լոպեսը։ Ամերիկյան ռազմական ներխուժումից ժամեր առաջ են արվել այս կադրերը։ Մադուրոյի վերջին հանրային միջոցառումը եղել է հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հատուկ ներկայացուցչի հետ։ Հանդիպման կադրերը հրապարակվել են հարձակումից 9 ժամ առաջ։ Կարակասում լարված լռություն է, այսպես են նկարագրում իրավիճակը Վենեսուելայի մայրաքաղաքում աշխատող լրագրողները։ Չնայած ռմբակոծությունների դադարին փողոցները վերահսկում է զրահատեխնիկան, իսկ օդում շարունակում են մնալ ամերիկյան ինքնաթիռները։ Ամերիկյան զորքերի Վենեսուելայում ռազմական գործողություններ անցկացնելու ֆոնին ռուսական մամուլը քննարկում է, որ դեռևս 2019 թվականին ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին կանխատեսել էր Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակումը եւ այն, որ դա կարող է տեղի ունենալ Մոսկվայի ու Վաշինգտոնի ստվերային պայմանավորվածությամբ։ ԱՄՆ-ը Ռուսաստանին պաշտպանում է Ուկրաինայի հարցով, իսկ Դաշնությունը աչք է փակում Վենեսուելան, ապա Կուբան վերցնելու Թրամփի գործողությունների վրա։ Он Венесуэлу берет, мы Украину. И он говорит всем, вот смотрите, Венесуэла, завтра я Кубу возьму. Նա վերցնում է Վենեսուելան, մենք Ուկրաինան, եւ նա ասում է բոլորին. վաղը ես կվերցնեմ նաեւ Կուբան։ Ռուսաստանը եւ Իրանը դատապարտել են ԱՄՆ-ի հարձակումը Վենեսուելայի վրա։ Ռուսաստանը հաստատում է վենեսուելացի ժողովրդի հետ համերաշխությունը, նշվել է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Ստեղծված իրավիճակում կարևոր է առաջին հերթին թույլ չտալ հետագա էսկալացիան, իրավիճակից ելք գտնել երկխոսության միջոցով։ Ռուսաստանը պատրաստ է աջակցել երկու երկրներին։ Լատինական Ամերիկան պետք է մնա խաղաղության գոտի, ինչպես ինքն իրեն հռչակել է 2014 թվականին, իսկ Վենեսուելային պետք է երաշխավորվի սեփական ճակատագիրը որոշելու իրավունք, առանց որևէ ապակառուցողական, առավել ևս արտաքին ռազմական միջամտության, նշել է գերատեսչությունը։ Վենեսուելայի վրա հարձակման ֆոնին Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոչ է արել ՄԱԿ-ին անհապաղ նիստ հրավիրել։ Կոլումբիայի կառավարությունը մերժում է միակողմանի ռազմական ցանկացած գործողություն, որը կարող է վատթարացնել իրավիճակը Վենեսուելայում կամ վտանգի ենթարկել քաղաքացիական բնակչությանը, նշել է Պետրոն։ Նա նաև կոչ է արել ներգրավված բոլոր կողմերին ձեռնպահ մնալ առճակատումը խորացնելուց եւ առաջնահերթություն տալ երկխոսությանն ու դիվանագիտությանը։ Կոլումբիայի նախագահը հայտնել է, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու եւ Կոլոմբո-Վենեսուելա սահմանին կայունությունը պահպանելու մարդասիրական կամ միգրացիոն օգնություն ցուցաբերելու համար։
Թուրքիան աջակցում է Վենեսուելային, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ջեմիլ Էրթեմը։ Մենք աջակցում ենք Վենեսուելայի ժողովրդին եւ նախագահ Մադուրոյին։ Այս դաշնությունը չպետք է անպատիժ մնա, ասել է նա։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վենեսուելայի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածները հետևանքներ կունենան ամբողջ աշխարհում։ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի շտաբից հայտնել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Կարակասի գլխավոր ռազմաբազային, Լա Կարլոտա ավիաբազային, Էլ Հրաբուխ ազանշանային ալեհավաքին, Լա Գուայրա նավահանգստին։ Երկրի գլխավոր օդանավակայանի աշխատակիցներին տարհանում են, իսկ Կատիա Լամար քաղաքի բնակիչները լքել են իրենց բնակավայրերը, վախենալով նոր հարվածներից։ Մեր հարևան Իրանում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ բողոքի ցույցերի 7-րդ օրը արյունալի բախումներ են տեղի ունեցել ուժայինների եւ ցուցարարների միջև։ Երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Թեհրանում, ոստիկանության եւ բասիչ աշխարհազորայինների հետ բախումների հետևանքով զոհվել է 15 մարդ, հայտնում են իրավապաշտպան կազմակերպությունները եւ արտասահմանյան լրատվամիջոցները։ Իրանական պաշտոնական աղբյուրները հաստատում են միայն մի քանի զոհի փաստը։ Հատկապես արյունալի են եղել իրադարձությունները Լորեստան նահանգում, որտեղ ցուցարարները փորձել են գրոհել ոստիկանական բաժանմունքներ ու պետական շենքեր։ Միայն Թեհրանում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ, ամբողջ երկրով մեկ ձերբակալվածների թիվն անցնում է 150-ը։ Տնտեսական ապստամբություն անունը ստացած բողոքի գործողությունները սկսվել են 2025-ի դեկտեմբերի 28-ին։ Հիմնական պատճառը իրանական ռիալի կտրուկ արժեզրկումն էր։ $1 արժեքը սև շուկայում հասել է աստղաբաշխական 1.4 միլիոն ռիալի։ Երկրում տարեկան գնաճը գերազանցել է 38.9%-ը, ինչը հանգեցրել է առաջին անհրաժեշտության ապրանքների գների անվերահսկելի աճի։ Տնտեսական ճգնաժամի ֆոնին դեկտեմբերի 31-ին հրաժարական է տվել Կենտրոնական բանկի նախագահը, ինչն ավելի է մեծացրել անորոշությունն ու բնակչության դժգոհությունը։ Թեհրանի շուկայի առևտրականների բողոքի ցույցերը շատ արագ վերածվել են քաղաքական պահանջների, մահ դիկտատորին եւ կրոնավորներ հեռացեք կարգախոսներով։ Ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին մարդասիրական այցով ժամանել է եգիպտական կողմում գտնվող Գազայի Ռաֆահ սահմանային անցակետ։ Նա շրջել է տեղանքում, ծանոթացել է այն պայմաններին, որտեղ ապրում են պաղեստինցիները։ Գազայում հրադադարի հաստատումից ի վեր Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցրել, պահանջելով Համաս շարժման ամբողջական զինաթափումը։ Անցած գիշեր Աշոտսկում 37 աստիճան ցուրտ է գրանցվել, հայտնել է օդերոթաբան Գագիկ Սուրենյանը։ Լոռիում եւ Լեռնային մարզերում սնդիկի սյունն իջել է մինչև -22-ից 28 աստիճան։ Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Մերձավանի հատվածում, հասնելով մինչև -18 աստիճանի։ Այսօր գիշերը նույնպես շատ ցուրտ է լինելու։ Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել եւս 3-ից 4 աստիճանով եւ մինչև հունվարի 7-ը կմնա անփոփոխ։ Հանրապետությունում եղանակը կսկսի տաքանալ հունվարի 8-ից, ասել է օդերոթաբանը։